Ակնհայտ է, որ նույնիսկ այդ ուժեղ Հայաստանի ֆենոմենը, որի սկզբանը տենց կողքը միստիկա էր հավաքված, այն որ լույսերը տվեցին, պարզվեց, որ իրականում այդ ամեն ինչը այդքան էլ տենց չի, հաջան, տենց հին բան կա, ասում է 90-ականներին տենց, չգիտեմ, բաներ, հետո լույսերը տվեցին, ակնհայտ դարձավ, որ դա տենց չի, հիմա լույսերը տվեցին, ակնհայտ դարձավ, որ այդքան էլ բան չի, ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի խոսույթին, նախ ասեմ, որ շատ դժվար է, ես խորհուրդ եմ տալիս, այնուամենայնիվ այդքան փողի մեջ տուն գալացող բաներ կան, ուսուցիչներ կան, թող հայերեն պարապի, որովհետև այդ վանկերով մենք կարող է, sense խոսալը ու 50 կտորով մոնտաժ անելը, համեն մոնտաժնիկն է մեղք, համ մենք ենք մեղք, ստիպված քաղաքականությունից ելնելով լսում ենք, թող մարդ կան չի պարապի հայերեն լեզուն, հա, իսկ մյուսը իրան ինչ ասել են ինքը կրկնում է, այն երեխեք կան, չէ, որ ոտանավորը սովորացնում են, բայց ինքը չի հասկանում ինքը ինչ ասում, ինքը այդ նույն բանը կրկնում է, ու ես մտավախություն ունեմ, որ այդ իրան ասել են դրսից, տենց բանով այդ տվել են, եւ ինքը այո, շպարգալկով տվել են, ինքը դա ասում է, ու իմիջիալից մի հատ բան ասեմ ձեզ, օրինակ քաղաքացու օրը ես նկատեցի, որ կոնկրետ նարատիվներ կան, որ գցվում են դաշտ եւ կոնկրետ լրատվամիջոցներ եւ կոնկրետ մարդիկ սկսում են այդ նույն բանը կրկնել, որ մոնիտորինգ անեք, կտեսնեք։ Ինչ վերաբերում է մյուսից ում է հարցից։ Լսեք, լավ էլի, ես Էդուարդ Շարմազանովի մասին վատ բաներ չեմ ասում, ուղղակի համարում եմ, որ այդ տղան տենց ինչ-որ տղա է, որ ինքը իր Աշոտյանը, իր Սերժ Սարգսյանը թող իրանք 3-4-5 հոգով լռվեն։